Թուրքիայում վերջին օրերին բավականին հետաքրքիր իրադարձություններ են կատարվում։ Թուրքական դատարանը կիրակի օրը կաշառքի մեղադրանքով դատավարությունից առաջ կալանավորել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նրան։ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Իմամօղլուին բանտ ուղարկելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, եվրոպական առաջնորդներն ու տասնյակ հազարավոր ցուցարարներ քննադատել են նրա դեմ գործողությունները եւ որակել դրանք որպես քաղաքականացված եւ ոչ ժողովրդավարական։ 15 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի քաղաքապետը չորեքշաբթի ձերբակալվել է կաշառակերության եւ ահաբեկչական խմբավորմանը օժանդակելու մեղադրանքներով։ Իմամօղլուն, որի վարկանիշն ըստ որոշ հարցումների գերազանցում է Էրդողանի վարկանիշին, հերքում է մեղադրանքները։ Կիրակի օրը Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու են ընտրել Իմամօղլուին։ Զուգահեռ շաբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի եւ գլխավոր դատարանի շենքի մոտ։ Թուրքիայում վերջին օրերին հակակառավարական բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։ Մեր փողոցների ահաբեկումը եւ մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությանը սպառնացող վտանգը բացարձակապես չենք հանդուրժելու, հայտարարել է թուրք պաշտոնյան։ ԶԼՄ-ների եւ իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի տվյալներով ձերբակալվածների թվում առնվազն 10 լրագրող կա, այդ թվում AFP լրատվական գործակալության լուսանկարիչը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը։ Նա նշել է, որ կառավարության վրա ճնշման փորձերը եւ փողոցում քաղաքականություն որոշելն անցյալում են։ Փողոց դուրս գալն ու մատ թափ տալն անցյալում է, ասել է Էրդողանը։ Շատերի գնահատմամբ ոստիկանության հետ կոշտ բախումներով ընթացող հանրահավաքներն արդեն իսկ լրջորեն թուլացրել են էրդողանական վարչախմբի դիրքերը։ Առաջին անգամ 2016 թվականից ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Իշխանությունը ոստիկանական ուժերով ավելի քան պատրաստ է նման սցենարին ու դժվար թե հեշտ հանձնվի։ Սպասվում է թեժ պայքար, որը կունենա նաև արտաքին թաղանթ։ Կարծիք կա նաև, որ Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։ Դրան պետք է գումարել նաև Սիրիայում հաղթանակած, բայց բազմաթիվ նոր խնդիրների մեջ թաթախված լինելը, քրդական հիմնահարցի ընթացիկ բարդ դրությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը առաջիկա շաբաթների ընթացքում։ Էրդողանի արտաքին քաղաքականությամբ մանևրելու հնարավորությունները մասամբ քչանում են։ Ահա այս պարագայում կա հավանականություն, որ Թուրքիայի հարավային Կովկասի ուղղությամբ ճնշումը մասամբ կթուլանա առաջնահերթության բերումով։